Մեր դասընթացի երկրորդ կեսին պատկերացնում եք, որը սատանայի խայծի մասին է։ Ուզում եմ շարունակել այն, ինչի մասին խոսեցի նախորդ դասին, ավելի մանրամասն ներկայացնել դա, քանի որ եթե խորապես չհասկանաք, դուք լիարժեք կերպով չեք ազատվի վիրավորանքից։ Սկսենք այս դասը կարդալով Հռոմեացիների 12-րդ գլխից։ Կարդանք Պողոս առաքյալի գրած խոսքերը, լավ։ Պողոսն ասաց՝ մի հատուցեք, բոլորդ ասեք մի հատուցեք, ոչ ոքի չարի դիմաց չարով մի հատուցեք։ Սիրելիներ, ձեզ համար վրեժ մի լուծեք։ Միթե սա առաջարկություն է։ Միթե սա խորհուրդ է։ Սա պատվիրան է։ Լավ։ Դուք կտեսնեք սա ամբողջ Աստվածաշնչում։ Եվ քիչ անց ես նույնիսկ մի քանի խոսք ցույց կտամ այն մասին, որ Աստված անարդար է համարում, երբ մենք վրեժ ենք լուծում մեզ համար։ Դուք լսեցիք, թե ինչ ասացի, ինքներս մեզ համար վրեժ լուծելը անարդար է։ Նա արդար է համարում, որ ինքը վրեժ լուծի մեզ համար։ Լավ։ Նա գրում է. այլ փոխարենը տեղ տվեք բարկության համար, որովհետև գրված է վրիժառությունը կամ վրեժը իմն է, ես կհատուցեմ։ Սա Աստծո խոստումն է, ես կհատուցեմ։ Գիտեք, թե երբեմն ինչը կարող է լինել հատուցումը, գուցե մտածեք դատաստանը, որ Աստված արհավիր կբերի այդ մարդու վրա, իսկ գուցե այդ մարդը փրկվի։ Ես կհատուցեմ, ասում է Տերը։ Ուզում եմ ապացուցել, որ սա թեթև հարց չէ։ Մենք ծառայողներս խնդիրների ենք բախվում, երբ գոչում ենք այն, ինչ Աստված շշնջում է, եւ շշնջում ենք այն, ինչ նա գոչում է։ Հիսուսն ասաց, որ Աստծո խոսքում կան ավելի ծանրակշիռ բաներ։ Նա ասաց փարիսեցիներին. դուք տասանորդ եք տալիս անանուխից, սամիթից եւ շամանից, բայց անտեսել եք ավելի ծանրակշիռ բաները՝ արդարությունը, հավատքը եւ ողորմությունը։ Ես ցույց կտամ ձեզ, որ սա ծանրակշիռ հարց է։ Ահա թե ինչու եմ գոչում այս մասին դրական իմաստով։ Եկեք մի քանի խոսք կարդանք։ Սա Առակաց 20:22-ն է։ Մի ասա ես կմաքրեմ հաշիվներս այս սխալի համար։ Սպասիր, որ Տերը զբաղվի այդ հարցով։ Զորավոր է, այնպես չէ։ Ահա եւս մեկ խոսք։ Տերն ասում է. միթե սա ծածկված չէ ինձ մոտ, կնքված իմ շտեմարաններում։ Իմն է վրեժխնդրությունը եւ հատուցումը, ժամանակին կգլորվի նրանց ոտքը, որովհետեւ մոտ է նրանց կորստի օրը եւ շտապում է նրանց համար պատրաստվածը։ Դավիթը հենց այս խոսքերն ասաց Աբեսային մեր նախորդ դասի պատմության մեջ։ Եկեք եւս մեկ խոսք կարդանք Առակաց գրքից։ Մի ասա քո մերձավորի մասին, ես կհատուցեմ նրան իմ հանդեպ գործածի համար։ Ես կմաքրեմ հաշիվներս նրա հետ։ Դուք սկսում եք հասկանալ սա։ Չեմ ուզում, որ միայն Պողոսը խոսի այս մասին։ Եկեք լսենք Նոր Կտակարանի եւս մեկ հեղինակի, եկեք դիմենք Պետրոսին։ Ահա թե ինչ է Պետրոսն ասում։ Պետրոսն ասում է ծառաները, բոլորդ ասեք ծառաները։ Շատ լավ, այսօր մենք ասեինք աշխատողները, ուսանողները, թիմերի անդամները եւ այլք, լավ։ Հնազանդ լինեն։ Նախորդ դասին մենք այս խոսքին էինք ասել։ Տերերին։ Ովքեր են ձեր տերերը։ Գործատուները, ուսուցիչները, տնօրենները, թիմերի առաջնորդները, մարզիչները եւ այլք, ճիշտ է։ Ամեն վախով, ոչ միայն բարիներին եւ հեզահոգիներին, քանի որ բոլորից դուր է գալիս սպատակվել բարի եւ հեզ առաջնորդներին, եւ նրանք անչափ անհրաժեշտ են մեր աճի համար։ Բայց ժանտաբարոներին։ Մի անգամ, երբ կարդում էի սա, ես մտածեցի. Ինչ։ Լավ, սպասիր, սա դասական թարգմանությունն է։ Միգուցե այս բառը մի փոքր ծայրահեղ կերպով է թարգմանված։ Ես սկսեցի փնտրել այն բառարաններում թեթևություն ստանալու համար։ Եվ առաջին հերթին փնտրեցի թայերի բառարանում։ Ես գտա ժանտաբարո բառը, այն հունարեն սկոլիոզ բառն է։ Եվ թայերը սահմանում է այս բառը որպես անազնիվ, այլասերված, չար եւ անարդար։ Ես մտածեցի, ոչ, նա սխալ է հասկացել այս բառը, բացեցի վայնի բառարանը։ Վայնը սահմանում է այս բառը որպես բռնակալական կամ անիրավ առաջնորդներ։ Ես այլ աղբյուրների դիմեցի եւ գտա խարդախ, դաժան եւ անխոհեմ բառերը։ Ես մտածեցի, սպասիր։ Աստված, դու պատվիրում ես ինձ, քո զավակին, հնազանդվել անազնիվ, այլասերված, չար, անարդար, բռնակալական, խարդախ, դաժան, անխոհեմ եւ անիրավ առաջնորդի։ Աստված, միթե դու տանջում ես քո երեխաներին։ Ես հենց այդպես մտածեցի։ Եվ հենց այդպես էլ գրված է։ Լսեք, երբ նման խոսքեր եք կարդում, կարող եմ մի բան ասել, ինչն իրականում զվարճացնում է ինձ։ Դա ծիծաղելի է։ Մարդիկ նման խոսքերի հասնելով շատ արագ են կարդում դրանք, ասես ձևացնելով, թե դրանք գոյություն չունեն։ Կարող եմ անկեղծ լինել ձեզ հետ։ Ես սիրում եմ նման խոսքերը։ Ես չեմ հասկանում դրանք, բայց գիտակցում եմ, որ ընտրություն ունեմ։ Ես կարող եմ անտեսել դրանք, բայց կարող եմ ասել. Աստված,
Ես կհավատամ անկախ այն բանից, հասկանում եմ թե ոչ։ Եվ քանիսդ գիտեք, որ դա Տիրոջ երկյուղն է, իսկ Տիրոջ երկյուղն իմաստության սկիզբն է, անցյալում մարդիկ հարցրել են ինձ, որտեղից ես վերցրել այս ամենը։ Ես պարզապես որոշել եմ հավատալ իմ կարդացածին, ոչ թե կարդալ Աստվածաշնչում այն, ինչին արդեն հավատում եմ։ Լավ, դուք լսում եք իմ ասածը։ Շատ լավ։ Այդ դեպքում ուզում եմ ասել, ամեն ինչ վատթարանալու է մինչև բարելավվելը։ Թույլ տվեք պատրաստել ձեզ։ Բայց վերջում ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու, ճիշտ է, շարունակենք կարդալ Պետրոսի խոսքերը։ Որովհետև Աստծուն հաճելի է, բոլորդ ասեք, ուզում եմ հաճեցնել Աստծուն։ Լավ, ահա թե ինչպես անել դա, երբ գիտակցելով նրա կամքը դուք համբերությամբ անարդար վերաբերմունքի եք դիմանում։ Աստված իմ, ամեն ինչ վատթարանում է։ Եթե դուք չարչարվում եք բարին գործելու համար եւ համբերությամբ դիմանում եք դրան, դուք հաճելի եք Աստծուն։ Դուք հասկանում եք, թե ինչ է Աստված ասում։ Երբ ճիշտ եք վարվում, սակայն պատժվում եք սխալ վարվելու համար եւ համբերությամբ դիմանում եք, Աստծուն դա հաճելի է։ Հաջորդ խոսքն ավելի հետաքրքիր է։ Շարունակենք կարդալ։ Որովհետև հենց սրան էիք դուք կանչված։ Բոլորդ ասեք, սա է իմ կոչումը։ Լավ, մարդիկ մշտապես հարցնում են, ինչի համար եմ ես կանչված։ Ջոն, ես աղոթում եմ, որպեսզի իմանամ, թե ինչի համար եմ կանչված, սրա համար։ Ինչ է նշանակում, որ սա իմ կոչումն է։ Աստված կանչել է ձեզ, որ համբերությամբ անարդար վերաբերմունքի դիմանաք։ Սա ձեր կոչումն է։ Որովհետև հենց սրան եք դուք կանչված, սա անբաժանելի է ձեր կոչումից։ Ըստ ընդլայնված Աստվածաշնչի, որովհետև Քրիստոսն էլ Հիսուս Քրիստոսը չարչարվեց ձեզ համար, թողնելով ձեզ իր անձնական օրինակը, որպեսզի դուք նրա հետքերով գնաք։ Նրա անձնական օրինակը այն գրված է Մարկոսի 15-րդ գլխում։ Հիսուսն ատյանի առջև էր կանգնած։ Նա այդ երկրի բարձրագույն ատյանի առջև էր, գերագույն դատարանի։ Լավ։ Այդտեղ ամբողջ ազգի ամենաազդեցիկ մարդիկ էին։ Դուք պետք է հիշեք, որ փարիսեցիները եւ սադուկեցիները միայն կրոնական առաջնորդներ չէին։ Նրանք պետական առաջնորդներ էին, քանի որ Հռոմը դեռ թույլ էր տալիս այդ տարածքին ինքնավար լինել, բայց դա բարձրագույն ատյանն էր, գերագույն դատարանը, Հռոմի գերագույն ատյանի համարժեքն Իսրայելում եւ Հռոմից ուղարկված կառավարիչը դատավորի դերում էր։ Երկրի ամենաազդեցիկ մարդիկ ամեն տեսակի ստեր էին ասում Հիսուսի մասին։ Նրանց խոսքերի մեջ չկար ոչ մի ճշմարտություն։ Եվ քահանայապետերը շատ բաներում էին մեղադրում Հիսուսին, եւ տեսեք սա։ Բայց նա ոչինչ չէր պատասխանում։ Նա դատարանում էր։ Նրանք ստում էին նրա մասին, նրանք չարախոսում էին նրանից։ Իսկ նա ոչինչ չէր ասում, նայեք այս խոսքին։ Այդ ժամանակ Պիղատոսը հռոմեացի կառավարիչը կրկին հարցրեց նրան, այսինքն նա արդեն մեկ անգամ հարցրել էր. Դու ոչինչ չես պատասխանում։ Տես թե որքան բաներ են նրանք վկայում քեզ դեմ, բայց Հիսուսը միևնույն է, ոչինչ չպատասխանեց եւ Պիղատոսը զարմացավ։ Բոլորդ ասեք, Պիղատոսը զարմացավ։ Ինչու Պիղատոսը զարմացավ, քանի որ նա գիտեր դա գերագույն դատարանն էր, նա գիտեր, որ չկար ավելի բարձր ատյան, որին կարելի էր դիմել։ Նա անթիվ անգամներ տեսել էր մարդկանց նույն իրավիճակում, որոնց մեղադրում էին եւ նրանք մոլեգնաբար պաշտպանում էին իրենց։ Այժմ նա տեսնում էր մի մարդու, որը ինչպես ինքը գիտեր, անմեղ էր։ Նրա կինը երազ էր տեսել եւ ասել էր. նա անմեղ աստվածապաշտ մարդ է, ոչինչ չանես նրան։ Հիշեք, թե ինչ նա գրեց խաչի վրա։ Պիղատոսը մի ցուցանակ պատրաստեց հրեաների թագավորը գրությամբ։ Քահանաներն ասացին. ոչ, գրիր, որ նա ասում էր, թե հրեաների թագավորն էր։ Իսկ Պիղատոսն ասաց. ոչ, ինչ որ գրել եմ, այն էլ գրել եմ։ Պիղատոսը գիտեր, որ նա աստվածապաշտ մարդ էր։ Նա տեսնում էր մի անմեղ մարդու, ոչ թե հանցագործի։ Նա սովոր էր տեսնել իրենց պաշտպանող հանցագործների։ Իսկ այժմ նա տեսնում էր անմեղ մարդու եւ գիտեր, որ նրանք ստում էին նրա մասին։ Պիղատոսն այլևս չկարողացավ դիմանալ։ Նա լռեցրեց նրանց եւ ասաց. Հիսուս, ինչ ես ասելու այս ամենի մասին։ Իսկ Հիսուսը ոչինչ չասաց։ Ինչու Հիսուսը ոչինչ չասաց։ Պետրոսն ասում է մեզ. Սա նրա անձնական օրինակն է, նա երբեք չմեղանչեց եւ ոչ էլ խաբեց որևէ մեկին։ Վիրավորանք ստանալիս նա նույն կերպ չպատասխանեց, ոչ էլ վրեժով սպառնաց, երբ չարչարվում էր։ Նա թողեց իր գործն Աստծո ձեռքերի մեջ, ով միշտ արդար է դատում։ Հիսուսը թողեց իր գործն Աստծո ձեռքերի մեջ, ով արդար է դատում։ Տարիներ առաջ ես երիտասարդականի հովիվ էի մի մեծ եկեղեցում։ Հիշում եմ դրանից առաջ երբեք հովվական ծառայություն չէի ունեցել։ Ինձ առաջարկեցին աշխատել Ամերիկայի ամենից արագ աճող եւ ամենահայտնի եկեղեցիներից մեկում։ Եվ հիշում եմ, որ այնքան մտահոգված էի այդ հայտնի եկեղեցու երիտասարդականի հովիվը դառնալով,
որ սկսեցի լրջորեն փնտրել Տիրոջը։ Հիշում եմ Տերն ասաց ինձ. Ես ընտրեցի քեզ, քանի որ դու չես գա ձեռքի ճամպրուկով եւ պատրաստի ծրագրով։ Այդ ժամանակ մենք ձեռքի ճամպրուկներ էինք կրում։ Մենք այլևս չենք անում դա փառք Աստծուն, քանի որ մենք Apple համակարգիչներ ունենք։ Եվ նա ասաց. բայց դու պետք է փնտրես ինձ։ Եվ սկսեցի փնտրել Աստծուն, եւ հիշում եմ, թե ինչ Տերն ասաց ինձ։ Նա ասաց. մի կառուցիր քո երիտասարդական ծառայությունը միջոցառումների շուրջ, մի փորձիր շահել նրանց։ Նախորդ երիտասարդական հովիվը կառուցել էր ամբողջ ծառայությունը միջոցառումների շուրջ, եւ այն երբեք չէր գերազանցել 100 անդամը, թեև այդ եկեղեցին շատ մեծ էր։ Այդ ժամանակ մենք չունեինք այնքան մեծ երիտասարդական թիմեր, որքան հիմա։ Տերն ասաց ինձ. ուզում եմ, որ վարվես նրանց հետ չափահասների պես, քանի որ ինձ համար մարդը չափահաս է դառնում սկսած 13 տարեկանից։ Հրեա տղամարդը բար միցվա էր անցնում 13 տարեկանում, ոչ թե 21-ում։ Նա ասաց. չափահասների պես վերաբերվի նրանց։ Ուզում եմ, որ քարոզես, աղոթես եւ երկրպագես, կենտրոնացիր այս բաների վրա, իսկ միջոցառումները թող զվարճանքի համար լինեն։ Ես սկսեցի քարոզել, գիտեք թե ինչ էր Աստված պատվիրում ինձ քարոզել, ուղերձներ սրբության մասին, ուրացիր քո անձը, վերցրու քո խաչը, հետևիր Հիսուսին։ Այնպես ստացվեց, որ իմ երիտասարդական ծառայության մեջ մի դեռահաս տղա կար, որի հայրը իմ ղեկավարն էր։ Նա ադմինիստրատիվ հարցերի գծով հովիվ էր։ Ես երիտասարդականի հովիվ էի։ Այդ թիմում 11-ից 12 հովիվ կար եւ մենք հաշվետու էինք 3 գործադիր հովիվների, որոնցից մեկը իմ ադմինիստրատիվ հարցերի գծով հովիվն էր։ Նրա որդին իմ երիտասարդական ծառայության մեջ էր եւ մեր քարոզների շնորհիվ նա սկսեց կրակով լցվել։ Մի երեկո նա մոտեցավ կնոջս եւ սկսեց լաց լինելով ասել. Տիկին Լիզա, ինչպես ես կարող եմ ապրել հովիվ Ջոնի քարոզներով, եթե իմ մայրը եւ հայրը այսինչ եւ այնինչ բաներն են անում տանը։ Կինս խիստ զարմացավ, քանի որ այդ մարդն իմ ղեկավարն էր։ Կինս ասաց նրան. Լիզան այնքան իմաստուն է։ Նա ասաց. պարզապես ապրիր ըստ Աստծո խոսքի եւ մի անհանգստացիր քո ծնողների համար։ Քո ծնողները քո հոգսը չեն, լավ։ Նրանք քո վերակացուներն են, նրանք քո ծնողներն են։ Ապրիր այնպես, ինչպես որ Աստվածաշունչը պատվիրում է, որ ապրես, եւ Աստծուն հանձնիր նրանց։ Իմ կինը շատ խելացի է։ Այդ պահից ի վեր նա սկսեց դավեր նյութել իմ դեմ։ Այդ մարդը որոշեց կործանել ինձ, եւ հաջորդ 1.5 տարում նա բառացիորեն փորձում էր կործանել ինձ։ Նա էլեկտրոնային նամակներ էր գրում եւ աշխատողներն ասում էին Լիզային. ինչու նա պարզապես չի գրում ամուսնու տանունն այս էլեկտրոնային նամակներում։ Վերջապես կատարվեց այն, որ նա սկսեց սեփ խրել իմ եւ մեր ավագ հովվի միջև։ Ուղիղ 4 ամիս ես չէի կարողանում հանդիպում նշանակել իմ հովվի հետ։ Նա խոչընդոտում էր։ Նա պատմում էր հովվին, որ ես այսինչ բանն էի արել կամ ասել, սակայն ստում էր։ Պատմում էր նաև իբր հովիվն էր արել կամ ասել այսինչ բաները, սակայն կրկին ստում էր։ Նա լրջորեն սկսեց սեփ խրել իմ եւ ավագ հովվի միջև։ Վերջապես մեր ավագ հովիվը որոշում կայացրեց. ես աշխատանքից կհեռացնեմ Ջոնին։ Կիրակնօրյա հավաքույթին նա ասաց. երիտասարդական ծառայության մեջ փոփոխություն է լինելու։ Ուզում եմ հանդիպել բոլոր երիտասարդներին եւ նրանց ծնողներին 5-շաբթի երեկոյան։ Ես գիտեի թե ինչի մասին էր խոսքը, քանի որ 2-շաբթի առավոտյան առաջին անգամ հանդիպելու էի ավագ հովվին եւ նա հեռացնելու էր ինձ աշխատանքից։ Որտեղից գիտեի։ Հովվի 2 եղբայրները ասել էին ինձ. Ջոն ավելի լավ է նախապատրաստվեց, 2-շաբթի առավոտյան քեզ հեռացնելու են աշխատանքից։ Ես մտածեցի, որ նրա 2 եղբայրների խոսքին արժեր վստահել։ Հիշում եմ, շաբաթավերջին Լիզան շարունակ ասում էր. ինչ ենք անելու։ Ասացի, ես ոչինչ չեմ անելու, Աստված է այստեղ ուղարկել ինձ, Աստված է այստեղ ուղարկել մեզ։ Ես ասացի, Աստված է, որ պետք է պաշտպանի մեզ։ Եկավ 2-շաբթի առավոտը։ Մենք գնացինք ավագ հովվի գրասենյակ։ Ավագ հովվի հետ պետք է լինեին նաև այդ ադմինիստրատիվ հարցերի գծով հովիվը, եւս գործադիր հովիվ, եւ ինձ պետք է հեռացնեին աշխատանքից։ Երբ ներս մտա, երբ Լիզան եւ ես ներս մտանք, ի զարման ինձ, այդտեղ միայն ավագ հովիվն էր։ Ավագ հովիվն ինձ նայեց եւ ասաց. ինչու է նա այդքան ուզում, որ դու հեռացվես աշխատանքից։ Ես ասացի, չգիտեմ։ Նա ասաց. ինքդ պարզիր դա, չեմ ուզում, որ իմ թիմում տարաձայնություններ լինեն։ Նա ասաց. պարզիր դա։ Ես ասացի. լավ։ Երբ նա ասաց. Ջոն, դու կարող ես հանդիպել ինձ, երբ ցանկանաս, պարզապես զանգիր իմ օգնականին եւ հանդիպում նշանակիր ինձ հետ։ Այսպիսով վերջին պահին Աստված ազատեց ինձ, նա փրկեց ինձ։ Մեկ ամիս անց ես ապացույցներ ունեի այդ մարդու դեմ։ Երբեք չեմ մոռանա։ Դրանք բավական էին նրան աշխատանքից հեռացնելու համար։ Նա ակնհայտորեն ստել էր մեկ այլ կազմակերպության եւ դրա գրավոր ապացույցն ունեի։ Ես հանդիպում նշանակեցի ավագ հովվի հետ, որոշեցի ցույց տալ, թե ինչ էր այդ մարդն արել։ Ես մտածեցի, վերջապես ավագ հովիվը կհասկանա, թե ինչպիսի մարդ է նա, քանի որ նա միայն ինձ չէ, որ փորձում էր հեռացնել աշխատանքից, նա փորձում էր հեռացնել նաեւ մանկական եւ պատանեկան ծառայությունների հովիվներին։ Նա 3-ից էլ ուզում էր ազատվել։ Ես մտածեցի, ես կպաշտպանեմ նրանց, ես կպաշտպանեմ մեր աշխատողներին, որովհետեւ նա բռնակալ է։ Ես աղոթում էի այդ առավոտ եւ շարունակ ասում էի. Աստված, ինչպես պատմեմ այս մասին։ Գնամ եւ պատմեմ, թե ինչ է նա անում, թե ցույց տամ այդ նամակն ավագ հովվին եւ թող այդ նամակը խոսի իր փոխարեն։
Բայց ես խաղաղություն չունեի։ Ես շարունակ աղոթում էի, ես աղոթում էի, բայց խաղաղություն չունեի։ Ի վերջո գրեթե 30 րոպե սրա վերաբերյալ աղոթելուց հետո ես վեր նայեցի եւ ասացի. Աստված, դու չես ուզում, որ պատմեմ նրան այս մասին։ Եվ Աստծո խաղաղությունն իջավ ինձ վրա, այ այսպես։ Հետագայում հասկացա, որ իրականում փորձում էի պաշտպանել ոչ թե մյուս հովիվներին, այլ ինձ եւ ապացուցել, որ ես ճիշտ էի։ Այո, Աստված գիտի ինչպես բացահայտել մեր շարժառիթները, բայց ինչևէ, շուրջ 1 ամիս անց ես աղոթում էի եկեղեցու տարածքում, քանի որ ըստ սովորության ես գալիս էի գրասենյակը բացվելուց 1.5 ժամ առաջ, եւ պարզապես աղոթում էի եկեղեցու տարածքում։ Ես կանգնած էի ծառերի արանքում եւ տեսա, որ այդ մարդը կայանեց մեքենան կայանատեղի իր հատվածում։ Երբ տեսա, որ նա կայանեց մեքենան, Սուրբ Հոգին ասաց ինձ. գնա նրա մոտ եւ ներողություն խնդրիր։ Ես ասացի. ինչ։ Ես ներողություն խնդրեմ նրանից։ Նա փորձում էր կործանել իմ կյանքը։ Ես ասացի, նա պետք է ներողություն խնդրի ինձնից, եւ Տերը ոչինչ չասաց։ Ես սկսեցի աղոթել այլ բանի համար։ Հիշում եմ, ես աղոթեցի Չինաստանի եւ Բոլիվիայի համար։ Բայց չորություն էի զգում։ Աստծո ներկայությունը հեռացել էր իմ աղոթքի վայրից։ Գրեթե 10 րոպե առանց Աստծո ներկայության պայքարելուց հետո ես ասացի. Աստված, ինչ ես ասում ինձ։ Նա ասաց. որդից ուզում եմ, որ գնաս նրա մոտ եւ ներողություն խնդրես։ Ես մտածեցի. Աստված իմ, ես ասացի. Տեր, ինչ ասեմ։ Եվ Տերը ցույց տվեց ինձ, իսկապես ցույց տվեց։ Այդ օրը գնացի նրա գրասենյակ եւ նա զարմացած էր, որ ես հանդիպում էի նշանակել իր հետ, քանի որ խուսափում էի նրան տեսնելուց։ Ես ասացի. ես պետք է ներողություն խնդրեմ քեզնից։ Ես դատել եմ քեզ, ես սխալ եմ եւ իմ վերաբերմունքը լիովին սխալ է։ Նա ասաց. ես ներում եմ քեզ։ Մենք չհաշտվեցինք այդ հանդիպմանը, բայց նրա հարձակումներն իմ դեմ թեթևացան։ 6 ամիս անց մի շաբաթավերջին ես քաղաքում չէի։ Ես Տրինիդադ էի գնացել եւ այն ամենը, ինչ այդ մարդն անում էր, բացահայտվեց։ Նրան անմիջապես հեռացրին աշխատանքից։ Նրա արարքները շատ ավելի ծանր էին, քան ես կարծում էի։ Նրա գործը փոխանցեցին իրավաբաններին եւ նրանք ասացին. եթե երբևէ զրպարտեք եկեղեցում, մենք մեղադրանքներ կներկայացնենք։ Նա կարող էր բանտ նստել։ Աստված արդարացրեց ինձ 1 շաբաթում եւ ես նույնիսկ այնտեղ չէի։ Եվ գիտեք թե ինչ կատարվեց։ Տարիներ անց ես բազում անգամներ քարոզեցի այդ եկեղեցու գլխավոր ծառայություններին։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո եւ էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 120 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Հիսուսը հենց այսպես վարվեց։ Նա հանձնեց իր գործը Աստծո ձեռքերի մեջ, ով արդար է դատում։ Եկեք շարունակենք կարդալ Պետրոսի խոսքերը։ Պետրոսն ասում է. «Չարի դիմաց չարով մի հատուցեք»։ Լավ, ինչ էր Պողոսն ասում։ Ո՞րն էր առաջին խոսքը, որ կարդացինք այս դասին։ Ոչ ոքի չարի դիմաց չարով մի հատուցեք։ Հռոմեացիների 12-րդ գլխում հիշում եք, Պետրոսը գրում է. «Չարի դիմաց չարով մի հատուցեք»։ Մի հակադարձեք վիրավորանքներով, երբ մարդիկ վիրավորում են ձեզ։ Փոխարենը հատուցեք նրանց օրհնությամբ։ Ահա թե ինչի համար է Աստված կանչել ձեզ։ Կրկին այս մասին։ Սա ձեր կոչումն է։ Դուք հասկանում եք, երբ ձեզ վիրավորում են, երբ ձեր հանդեպ անարդարացիորեն են վարվում, դուք օրհնությամբ հատուցելու, բարին գործելու հնարավորություն ունեք։ Դուք հասկանում եք։ Շարունակենք կարդալ։ Սա զարմանալի է, իմանալով, որ դուք կանչված եք այսպես վարվելու։ Ինչու ենք մենք կանչված այսպես վարվելու, որպեսզի օրհնություն ժառանգեք։ Դուք գիտեք, թե ինչ է սա նշանակում։ Հաջորդ անգամ, երբ ձեր հանդեպ անարդարացի վարվեն, երբ ձեզ վիրավորեն, երբ ինչ-որ մեկը չարությամբ վարվի ձեզ հետ, կարող եք պարել, վեր ու վար թռչել, գոչել Հիլսոնգի լսասկավառակը լսել եւ պարել տնով մեկ։ Ինչու՞, քանի որ Աստված պատրաստում է ձեզ օրհնության համար։ Եթե ճիշտ կերպով վարվեք։ Ինչ տեղի կունենա, եթե ճիշտ կերպով չվարվեք։ Աստված կասի. ուզում ես պաշտպանել քեզ։ Ես ետ կկանգնեմ եւ թույլ կտամ, որ անես դա։ Մարդիկ չեն հասկանում, որ մենք կարող ենք պաշտպանել մեզ եւ նույնիսկ հաղթել, բայց մեր ներսում ծանր զգացում է լինելու։ Եվ ինչ է այն նշանակում։ Դու բաց թողեցիր օրհնությունը։ Դու բաց թողեցիր քո բնավորությունը զարգացնելու հնարավորությունը։ Կարիք չկար, որ պաշտպանեիր քեզ։ Դուք դեռ ինձ հետ եք։ Մի անգամ ինձ մի գործարար մոտեցավ։ Ես քարոզում էի հարավային Ֆլորիդայում։ Հիշում եմ մի երեկո, երբ ավարտել էի ծառայությունը, նա մոտեցավ ինձ,
Նա գործարար էր, առաջին հայացքից պարզ էր, որ նա գործարար էր, նա մոտավորապես 40 տարեկան էր, նա մոտեցավ ինձ, և երևում էր, որ նա հարուստ էր, նա ասաց ինձ. «Կարող եմ խոսել ձեզ հետ մի քանի րոպեով»։ Ես ասացի իհարկե։ Նա ասաց. «Ես մի ընկերություն ունեմ այստեղ հարավային Ֆլորիդայում, որը հատուկ պատվերներով շատրվաններ է պատրաստում»։ Նա ասաց. «Մեր ամենամեծ հաճախորդներից մեկը ամբողջ հարավային Ֆլորիդայում գործող խոշորագույն լանդշաֆտային ընկերությունն է»։ Մենք մի քանի պատվեր կատարեցինք նրանց համար։ Նա ասաց. «Մենք մի քանի պատվեր կատարեցինք և նրանք $110,000 էին պարտքի իմ ընկերությանը, ներողություն, $114,000։ Նա ասաց. «Ջոն, դա մեծ գումար էր իմ փոքր ընկերության համար»։ Նա ասաց. «Եվ նրանք չէին վճարում այդ գումարը։ Ես գիտեի, որ նրանք փող ունեին մեզ վճարելու համար։ Ամեն օր ես ավելի ու ավելի էի բարկանում։ Ես սկսեցի վատաբանել այդ ընկերությանը իմ աշխատողների ներկայությամբ։ Ես քննադատում էի նրանց։ Ես վատաբանում էի այդ ընկերությանը տանը։ Եվ ես լսեցի ձեր ուղերձն անարդար վերաբերմունքին ճիշտ արձագանքելու մասին։ Ես հասկացա, որ մեղանչում էի Աստծո դեմ վատաբանելով և վիրավորանք ընդունելով։ Ես հասկացա, որ վիրավորանք էի ընդունել։ Ես մշտապես պատմում էի այդ պատմության իմ կողմը, շարունակ ասում էի մարդկանց, թե որքան վատ էին ինձ վերաբերվել։ Նա ասաց. «Ես ապաշխարեցի Աստծո առջև, երբ լսեցի ձեր ուղերձը»։ Գնացի իմ բոլոր աշխատողների մոտ, նա ասաց, որ իր ընկերությունը մեջ չէր։ Ես ասացի, որ մեղավոր եմ այդ ընկերությանը վատաբանելու մեջ։ Նա ասաց. «Ես խոսեցի իմ ընտանիքի հետ և ասացի նրանց նույնը»։ Այնուհետև մեքենա նստեցի և 30 րոպե ճանապարհ անցա այդ խոշոր լանդշաֆտային ընկերության ղեկավարին հանդիպելու համար։ Ես հանդիպեցի նրան և ասացի. «Ես քննադատել եմ ձեզ իմ աշխատողների մոտ, ես քննադատել եմ ձեզ նույնիսկ իմ ընտանիքի մոտ, ես վիրավորված եմ եղել, ես ներողություն եմ խնդրում, դուք ներում եք ինձ»։ Նա ասաց. «Ջոն, ես նույնիսկ չգիտեմ, արդյոք նա քրիստոնյա է»։ Ես ուղղակի այդպես խոսեցի նրա հետ։ Այդ մարդն ասաց. «Խնդիր չկա»։ Նա շարունակեց, իսկ հետո ասացի նրան, որ ըստ մեր հաշվարկների դուք $114,000 եք պարտք մեզ, բայց գիտեք ինչ, վճարեք մեզ այնքան, որքան զգում եք, որ մեր գործն արժեր ձեզ համար, և ուղարկեք գումարը, երբ պատրաստ լինեք։ Ուզում եմ իմանաք, որ ամեն ինչ լավ է, և գնաց։ Այնուհետև նա ասաց, որ մեկ շաբաթ անց փոստով $11,000 չեք ստացավ այդ ընկերությունից։ Տեսաք, ոչինչ չստացվեց։ Հասկանում եք, պարտք էին $114,000, բայց $11,000 չեք ուղարկեցին։ Այդ մարդը շարունակեց. «Ջոն, 2.5 շաբաթ անց իմ ընկերությունը ստացավ ամենամեծ պատվերը, որը երբևէ ստացել էր։ Եվ այն նույնիսկ մոտ չէր այդ պատվերին։ Մենք $2.5 միլիոն պատվեր ստացանք»։ Նա ասաց. «Իսկ 4 շաբաթ անց մենք $7 միլիոն պատվեր ստացանք»։ Աստված հատուցում է։ Այո, միգուցե ոչ այնպես, ինչպես դուք եք սպասում։ Նույնը արեց Հիսուսը։ Հիշում եմ, որ կար մի մարդ, որին ես փորձում էի օգնել, բայց ամեն անգամ, երբ քայլ էի անում դեպի նա, ես ի պատասխան անարգանք էի ստանում։ Ես հաճելի բաներ էի անում, բայց կրկին անարգանք էի ստանում նրանից։ Եվ ես այնքան հուսալքվեցի, որ մի օր մարզասրահ գնացի և ասացի. «Աստված, դու պետք է խոսես ինձ հետ հիմա»։ Եվ Տերն ասաց. «Դու պետք է հավատաս իմ սիրուն։ Ես ասել եմ, ինչ որ ցանես, այն էլ կհնձես։ Եթե հոգու մեջ ցանես, հոգուց կյանք կհնձես, եթե մարմնի մեջ ցանես, մարմնից ապականություն կհնձես»։ Նա ասաց. «Խնդիրն այն է, որ դու սպասում ես քո հունձքին այն մարդուց, ում կյանքում ցանում ես։ Դու պետք է վստահես, որ երբ սեր ցանես, դու կհնձես այն։ Հնարավոր է, որ հնձես այն այլ վայրերից»։ Նա ասաց. «Մտածիր իմ մասին»։ Այն մարդիկ, որոնք ամենից մոտ էին ինձ, 12 ամենամտերիմները։ Նրանցից մեկը դավաճանեց ինձ։ Մյուսն ուրացավ։ Իսկ 9 փախուստի դիմեցին փրկվելու համար իմ կյանքի ամենախավար պահին։ Ես կարող էի ասել. «Հայր, հրեշտակների 2 լեգիոն ուղարկիր»։ Եկ մոռանանք այս մասին։ Նա ասաց. «Բայց ես որոշեցի զոհել իմ կյանքը նրանց համար և սիրել նրանց։ Այժմ միայն նրանք չէ, որ սիրում են ինձ, ես շատ որդիներ և դուստրեր ունեմ, որոնց սերն ուղղված է ինձ»։ Հիշում եմ, որ հետագայում այս պատմությունն իմ երիտասարդականի հովիվ լինելու տարիներին էր։ Հետագայում, երբ Լիզան և ես արդեն 10 տարի ճանապարհորդում և ծառայում էինք, մի հովիվ, որը հավանաբար ամենաազդեցիկ եկեղեցին ուներ Եվրոպայում, քննադատեց ինձ։ Ես քարոզել էի նրա մոտ, և նա քննադատել էր ինձ։ Նա ասել էր աշխարհով մեկ գտնվող եկեղեցիներին, որ Ջոն Բիվերը ծեծում է գառներին։ Նա չի սիրում գառներին, նա ծեծում է նրանց։ Ես լսեցի այդ խոսքերը 3 տարբեր աշխարհամասերից։ Երբ երիտասարդականի հովիվ էի,
Մեծագույն ճնշումը, որին կարող էի դիմանալ այն մարդն էր, որը չարախոսել էր ինձնից եկեղեցու աշխատողների եւ անդամների մոտ։ Թվում էր դա մեծագույն ճնշումն էր, որին ես կարող էի դիմանալ։ Այժմ իմ անունը չարախոսվում էր 3 տարբեր աշխարհամասերից։ Գիտեք, ես կարծում եմ, որ առաջին դեպքը պատրաստեց ինձ երկրորդի համար։ Ես նամակ գրեցի այդ մարդուն եւ օրհնեցի նրան։ Ես խոսում էի իմ ծառայության խորհրդի անդամներից մեկի հետ եւ ասացի. ուզում եմ համոզված լինել, որ ես խելագար չեմ։ Ես իսկապես սխալ եմ, թե։ Քանի որ ինձ մի ծառայող էր զանգել Հարավային Աֆրիկայից եւ հարցնում էր ինչ է կատարվում, քանի որ նա գիտեր իմ սիրտը, նա գիտեր այն, եւ ասաց. այսինչ մարդն ասել է։ Կային եկեղեցիներ, որոնք պատրաստվում էին հրավիրել ինձ իրենց համաժողովներին, համազգային համաժողովներին, եւ ես չստացա այդ հրավերները։ Քանի որ կարծում եմ պատճառն այդ մարդն էր։ Ես մտածում էի, միգուցե խելագար եմ, միգուցե արժե զանգել այդ եկեղեցիներին եւ պաշտպանել ինձ։ Միթե ես խելագար եմ։ Ես խոսեցի իմ խորհրդի անդամներից մեկի հետ, նա այնքան իմաստուն էր։ Նա ասաց. «Ջոն, դու պետք է սովորես պարոն Լուսնից»։ Ես մտածեցի. պարոն Լուսնից։ Դա ինչ որ մարդ է։ Նա ասաց. ես նկատի ունեմ պարոն Լուսնին երկնքում։ Ամիսը մեկ անգամ լիալուսին է լինում։ Նա ասաց. բոլոր գայլերը, շնագայլերը եւ բազմաթիվ շներ ոռնում են լուսնի վրա։ Եվ նա ասաց. միթե լուսինը պատասխանում է նրանց։ Նա շարունակում է լուսավորել։ Նա ասաց. Ջոն, շարունակիր քարոզել։ Գիտեք, այսօր այդ մարդը լիովին կորցրել է իր ազդեցությունը Եվրոպայում։ Նրա եկեղեցին պառակտվեց։ Այն մոտ էլ չէ իր նախկին վիճակին։ Ես անչափ տխրեցի այդ պատճառով, քանի որ իսկապես սիրում եմ այդ մարդուն։ Ես այցելեցի նրան, ես զրուցեցի նրա հետ եւ մենք հաշտվեցինք։ Այդ ամենը տեսնելը անչափ տխրալի էր։ Մի քանի տարի անց բոլոր այն եկեղեցիները, որոնցից ես լսել էի այդ խոսքերը, կրկին հրավիրեցին ինձ։ Այդ դեպքը պատրաստեց ինձ։ Կլինեն պահեր, երբ մարդիկ տարբեր բաներ կասեն ձեր մասին։ Նրանք կչարախոսեն եւ կզրպարտեն։ Հարցն այն է, թե արդյոք դուք կապրեք Հիսուսի անձնական օրինակով եւ կհնազանդվեք ձեր կոչմանը, թե կպաշտպանեք ձեզ։ Դուք կարող եք պաշտպանել ձեզ եւ հաղթել, բայց բաց կթողնեք օրհնությունը։ Որոշումը ձերն է։ Կտեսնվենք հաջորդ դասին։